Ողջույն սիրելի հայրենակիցներ, էլի ես խոհանոցում եմ, քանի որ երեկվա ակտուալ ճաշը չեմ եփե, դրա համար միանգամից անցնենք թթվի, մարինաթի։ Ինչ ենք անում, բողկ ենք մարինացնում։ Բողկը դե երեկվա հետ կապված, բայց բանը Նիկոլի նման բողկ չէ, սովորական, նորմալ, այն տատիների ծախած, վաճառած բողկերից առնում ենք, բերում ենք, մի լեփ-լավ մաքրում ենք, լցնում ենք տարայի մեջ, բերում ենք տարան պատվալից, ոչ ածի, մեր պատվալներից բերում ենք, լվանում ենք և բողկն էլ մաքրում ենք, լցնում ենք մեջը, ավելացնում ենք դափնու տերև, նույն ինքը լավրովի լիստ, բայց ոչ արփի Դավոյանի նման, նորմալ դափնու տերև ենք վերցնում, ավելացնում ենք նաև հատիկով սև պղպեղ, մի քանի հատ, 1 լիտրանոց բանկային մի քանի հատ, ԱԱԾ-ի պատվալից խոսացի, հիշեցի, երեկ Նիկոլ Փաշինյանը լրբացած հաթաթա էր տալի, ասում էր, որ ընդդիմության ներկայացուցիչներին, որ լսենք մամուլի գործ գրածներին, պիտի ընդդիմության ներկայացուցիչներին տանենք փակենք պատվալում ԱԱԾ-ի և այդպես էլ անելու եմ և այլն, Նիկոլ Փաշինյան, որ դու այդ մամուլի ասածներով ինչ-որ մեկին կարողանայիր տանեիր փակեիր ԱԱԾ-ի պատվալներում, վաղուց արած կլինեիր ու եթե այդքան շատ մամուլի ասածներով, որ պիտի տանես փակես, ասում են մամուլը գրում է, որ դուք օտարերկրյա գործակալներն եք, լուրջ եք ասում, այդ ամեն ինչի լուծումը դուք ինձանից լավ գիտեք, այդ ձեր հետևում նստած, չգիտեմ որտեղ նստած, ալենին ասում եք, երբ որ մամուլումը տենց բան է գրած տենում, հաղորդում է տալի հանցագործության մասին, քննչական կոմիտեում, ոնց որ դուք սիրում եք անել, և հարցը պարզվում է։ Օրինակ, եթե իրավի ընդդիմության շարքերում կան օտարերկրյա գործակալներ, իհարկե ուղարկում եք բանկաների կողքը պատվալներ, իսկ եթե սուտ է գրում մամուլը, ով է պատժվում, այդ գրողը, այդ մամուլը, այդ մամուլի ներկայացուցիչը, բա ինչի չեք անում, որովհետև այդ գրողները գրում են ձեր պատվերով, որովհետև այդ գրողները ձեր Ստյոպիկ Սաֆարյանախառը չգիտեմ ովքեր են, այդ լոլոներ եք երեք մի հատ էլ մատ եք թափ տալի մարդկանց վրա, հիմա ասել էի ձեր մատը իշկանեմ, իսկ մնացած ինչ մնում է Բաղադրատոմսին, սիրելիներս իհարկե հիշում եք, որ Նիկոլին չեք վերցնում նորմալ բողկերը, լցրեցիք տարայի մեջ, ավելացնում եք սև բիբար, հատիկավոր դափնու տերև և 2 թեյ գթալ կիտրոնի հյութ, դնում եք սառնարան, մի քիչ ջուր եք ավելացնում, այնքան որ ծածկի, դնում եք սառնարանում, մի օր մնում է, հանում եք